Դե աշխատել եմ բեռներ ընդունող հանձնողից, ավակ բեռներ ընդունող հանձնող։ Շուրջ 36 տարի երկաթուղային ոլորտում է Ռազմիկ Տոնոյանը, ով այսօր արդեն աշխատում է որպես Գյումրի կայարանի ապրանքային գրասենյակի պետ։ Իր տասնամյակների փորձով համոզվել է, որ խորհրդային տարիների համեմատ այսօրվա երկաթուղին աշխատում է խիստ թերբեռնված։ Ըստ նրա, բեռնափոխադրումների ծավալը նվազում է տարից տարի։ Խորհրդային տարիներին բեռնափոխադրումները ավելի շատ են եղել, քան թե հիմա։ Հիմա շատ է քչացել բեռնափոխադրումները։ Իհարկե, գիտեք, այդ բոլորը կապված է մեր ճանապարհների հետ, որը մենք այսօր մի քիչ փակուղու մեջ ենք, բայց ամեն դեպքում հույսով ենք, որ ժամանակի ընթացքում կլուծվի այդ փակուղների հարցը եւ մենք ունենանք ազատ ճանապարհ եւ Հայաստանը, եթե մենք դարձնենք տարանցիկ երկաթուղու կոդի, այդ ժամանակ մենք իհարկե կունենանք արդեն մեր ունեցած այսօրվա ինֆրաստրուկտուրայով կունենանք արդեն նորմալ երկաթգիծ։ Եթե նախկինում Գյումրի կայարանից հնարավորություն կար բեռներ փոխադրելու համար գործարկել առնվազն 15 գնաց, ապա հիմա երկաթգիծն այս մասով աշխատում է մոտ 40% ծանրաբեռնվածությամբ։ Օրվա ընթացքում մենք ուղարկում ենք մինչև 5 զույգ գնացքներ, 5, այսինքն 10 գնաց մենք օրվա ընթացքում ուղարկում ենք, որը անցնում է Գյումրիով, գնում է դեպի Երևան, Մասիս եւ ուրիշ տեղեր։ Ի տարբերություն բեռնափոխադրումների, այսօր որոշակի տեղաշարժ կա ուղևորափոխադրումների ծավալի աճի առումով։ Հասարակության շրջանում ավելացել է վստահությունը երկաթուղային փոխադրամիջոցների հանդեպ։ Բացի այդ, ծավալի աճին մեծապես նպաստել է նաև ամառային շրջանում ծովափնյա հանգստի մեկնողների մեծ թիվը։ Գիտեք, մենք առաջ ունենք ընդամենը դեպի Երևան գնացող 2 էլեկտրոգնացք, այսօր արդեն ունենք 3-րդը, քանի որ մենք ունեցանք ուղևորների հոսք, որը ուզեց օգտվել երկաթուղուց եւ մենք ավելացրեցինք մեր շարժակազմը, ունենք 3-րդ գնացքը։ Չնայած ոլորտում առկա դժվարություններին, երկաթուղայիններն այն մարդիկ են, ովքեր ինչպես նախկինում, այնպես էլ հիմա փոքրիկ Հայաստանը կապում են մեծ աշխարհի հետ։ Ամեն տարի օգոստոսի 1-ին կիրակին նշվում է երկաթուղայինի մասնակիտական տոնը։ Երկաթուղային տրանսպորտի աշխատակիցների մասնակիտական նվաճումները եւ բնակավարի ձեռքբերումները ընդգծելու նպատակով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հյուրընկալել էր նրանց։ Կուզենայի, որպեսզի ավելի շատ գնացներ սպասարկեիք, ավելի շատ բեռներ տեղափոխեիք, ավելի շատ աշխատավարձ ստանայիք, չգիտեմ, այնտեղ ավելավճար ստանայիք։ Աշխատանքի հանդեպ ցուցաբերած բարձր նվիրվածության, ամբասիր աշխատանքային գործունեության եւ մասնագիտական տոնի կապակցությամբ քաղաքապետը պատվոգրերով պարգևատրեց երկաթուղային ոլորտի մի քանի աշխատակիցների։ Դες կանաչ ճանապարհ, միայն կանաչ ճանապարհ։ Մարինե Դերբինյան, Հովհաննես Խաչատրյան, Օրագիծ։